որպես օկուպանտ բերելու մեր զորակցությունը մեր ազգային մեծագործ բարերարին, ով 2 օր առաջ գտնվելով մայր հայրենիքում, այցելելով Մայրաթոր Սուրբ Էջմիածին, Ուրվեափար Հայրապետի հանդիսապետությամբ, նախագահությամբ կատարվեց լուսահոգի Սարգիս Կարապետյանի հոգեհանգիստը 40-օրյա և այդտեղ Սամվել Սարգիսովիչը արտահայտեց իր հավատարմությունը, իր սերը, իր նվիրումը մեր ազգային հոգևոր սրբություններին և Մայրաթոր Սուրբ Էջմիածնի առաքելությանը, ասելով, որ հավատարիմ է անդավաճան այն նվիրական արժեքներին, որոնք դարերով երաշխավորել են մեր ինքնությունը, մեր գոյությունը և մեր հարատևությունը։ Ամեն դեպքում այդ արտահայտությունը ցնցել է իշխանություններին, ինչ ցնցող արտահայտություն է արվել քաղաքացիներից, բոլորն էլ հայտնում են իրենց հավատարմությունը և նվիրումը Մայրաթորին։ Մենք հասկացանք, որ Սամվել Սարգիսովիչի նման զորակցությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին այսօր վերածվեց քաղաքական հետապնդումների, որը իր մեջ կրում է իշխանությունների վերաբերմունքը և այդ իմաստով մենք եկել ենք մեր զորակցությունը բերելու։ Միայն զորակցությունը, եթե կանոնավորվի գործարարին չեք անելու։ Հնարավոր է նաև ձևակերպվեն հոգևոր իշխանության կողմից, հաշվի առնելով, որ ի վերջո զարգացումները կարծես թե դեպի անկասելի ուղղությամբ են տանում։ Միանշանակ մեր եկեղեցին մեր ժողովրդի հետ է եղել և դուք գիտեք Սամվել Սարգիսովիչը բոլոր ժամանակներում հավատարիմ է իր ազգային արժեքներին, իր ժողովրդի և իր պետականության շահերին, հակառակ ամեն տեսակի փորձության, որովհետև նա ստացել է այդպիսի կրթություն, դաստիարակություն, բոլորդ գիտեք նա ում զավակն է, ովքեր են նրա ծնողները։ Եթե կանոնավորվեց, ինչ եք անելու։ Որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է սկսել եկեղեցու դեմ, եկեղեցու սպասավորների դեմ, փորձում է ստուգել նրանց կուսակրոնության ուղղը խախտել են, թե ոչ, ինչպես ինչ գնահատականներ եք սրա վերաբերյալ։ Ոչինչ չենք գնահատում, ոչինչ չենք ձևակերպում, մենք այստեղ ենք վկայելու մեր սերը, մեր հավատարմությունը, մեր նվիրումը։ Այն մարդկանց, ովքեր կրում են այդ արժեքները։ Սամվել Կարապետյանը այստեղ հայտնվել հենց դրա հետևանքով։ Եթե Փաշինյանը եկեղեցու դեմ արշավ չսկսեր, Սամվել Կարապետյանն էլ չէր աջակցի։ Մենք ասացինք, որ դա արդեն քաղաքական հետապնդումներ եւ նպատակ է հետապնդում։ Ձեռագիր կարող են տեսնել նաև ձեր այցի մեջ եւ խնդրում եմ բարձրաբանեք ի վերջո ցանկացած հայ ոչինչ մեկով գնա։ Շաբաթային կապ ունեցողության նաև եկեղեցու հետ չի կարող աջակցել, ինչու դատապարտելի եւ քրեորեն հետապնդելի դառնում եկեղեցու կողքին կանգնելը։ Ես այստեղ եմ նաև, որ բերեմ, փոխանցեմ Ռուսաստանաբնակ 100,000-ավոր հայորդիների զորակցությունը։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեպաշտ հայորդիների աղոթական զորակցությունը եւ նվիրումն ու հավատարմությունը Սամվել Սարգիսովիչին, ում ինձանից լավ գիտեք բոլորդ եւ գիտի ամբողջ հայ ազգը։ Ես կարծում եմ, որ այո, իհարկե, ես կարծում եմ, որ ցանկացած ժողովուրդ, ցանկացած երկիր ուրախ պետք է լիներ, որ իր ազգը ունի նման զավակ։ Հայրենասեր, ազգասեր, Ուրախել Փաշինյանը մինչև 3 նաև պետականամետ, որը արտահայտել է այդ արժեքները իր բազում գործերով, իրագործումներով։
եւ այսօր էլ շարունակում է իրականացնել։ Սրբազանության ժամանակ եկեղեցին պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականներ, պահանջում տևական ժամանակ եւ կաթողիկոսը ևս համարում են, որ ասում են եկեղեցին թող չխառնվեր քաղաքականությանը, մենք էլ չխառնվենք եկեղեցու ներքին կյանքը։ Այսօր էլ ասում է, որ չեք վիճակում ինձ ասածները որևիցե ձևով եւ ունի փաստեր, ապացույցներ, եթե կարող եք նաեւ դատի տալ։ Դա որակվում է արդյոք քաղաքական հայտարարություն։ Եկեղեցին բազմիցս իր հայտարարություններով արտահայտել է իր կեցվածքը, իր վերաբերմունքը, իր մոտեցումը ժողովրդի ազգի հայրենիքի պետության շահերին։ Եվ դա այդ հայտարարությունները գրված են, հրատարակված են քաղցրած։ Հիմա կրկնել իմաստավորն է։ Լավ, շարունակությունը դեպի ուր կգնա, ի վերջո նաև Ռուսաստանի հայերը հնարավոր է միավորվեն մինորալիկ բարձրանա։ Չմոռանանք Ամերիկային բնակվող հայերը արեցին Փաշինյանի համար այս հեղափոխությունը, որի պատողները վայելում ենք այսօր։ Ես կարծում եմ, մի քիչ այն կողմ կգնաք մեզ համար աշխատեք։ Ես կարծում եմ բոլոր հայրենասեր, բոլոր ազգասեր, բոլոր եկեղեցասեր քրիստոնյա հայրենիները չեն կարող այլ կեցվածք ունենալ։ Դուք այդ բաները տեսնում եք, մոտիվացիան կա, այդ տրամադրվածությունը կա, որ միավորվեն, որովհետև մենք 18-ին տեսել ենք, թե ինչպես են դրսի հայերը շատ ավելի միավորված եղել, քան ներսում Հայաստանում։ Այո, համոզված եմ։ Ֆազան այդ ձեր կարծիքով կհաջողվի ճնշել Փաշինյանի եկեղեցուն եւ այս պատերազմը ինչպես կավարտվի։ Մշող Սրբազան, կներեք, շնորհակալություն բոլորին, շնորհակալություն, ամեն ինչ ասվեց, ամեն բան պատասխանվեց, ամեն բան, բավարար։ Տպավորություն, որ դուք Փաշինյանի պնդումներին առանձնապես դեմ չեք, որովհետև չեք փորձում գոնե մեկ անգամ ձեզ սատարում հայտնել եւ եկեղեցու Իմ այստեղ լինելը արդեն նշանակում է, որ ես մեր եկեղեցու որպես եկեղեցական մեր եկեղեցականների հետ եմ եւ որից մի խնդիր չկա։ Դուք շատ եկեղեցիներ լուր եք, ինչ է կատարում, ինչու է տարակուսանք այդ քրեականների շրջանում, որ եկեղեցին միասնական չէ ինքն իր ներսից։ Եկեղեցին միշտ միասնական է եղել եւ կա ու կլինի։ Բավարար է։ Մենք հիմա արդեն այստեղ ենք։ Չեք կարող օրինակ հիմա գնահատական տասը քաղաքական հետապնդում։ Բավարար է, բավարար է։ Կարելի է 5 րոպե գոնե թողեք։ Ներեցեք, եկեղեցի քաղաքական եւ քրեական հետապնդման։ Մեր այստեղ լինելը, ինչպես որ հաստատվեց, ինչպես որ պնդվեց, մենք այստեղ ենք, որպեսզի մեր աջակցությունը հայտնենք մեր բայրարին եւ ցույց տալու, որ եկեղեցին միասնական է իր ժողովրդի հետ, իրեն հավատարիմ եւ իրեն աջակցություն բերող յուրաքանչյուր զավակի, Աստված պահապան։ Տալիս ասել, որ քաղաքական հետապնդումներ են այդ թվում հոգևորականների եւ բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ։ Քաղաքական հետապնդումներ հասկացությունը դա ընդարձակ է։ Կոնկրետ այս դեպքով եւ կոնկրետ դրվագներով։ Այս դեպքում կարծում եմ, որ քանի որ այս դեպքում գրեի արտահայտություն բոլոր արտահայտությունները դատապարտելի են։ Դատապարտում եք Փաշինյանի կարգին։ Բոլոր հայտարարությունները դատապարտելի են։ Եղավ, շնորհակալ եմ։ Ինչով կավարտի այս ամենը։